Ֆիքսում եք երկրի դարձում որ իրական այսօր կառավարությունը բավական շատ է որպեսզի բոլոր խնդիրները իրականացվի մասով լսին։ Կրթության մասին չլսեցի կրթության ոլորտի ներկայացուցիչին խնդրեմ որ խոսի, կամ որոշել որ եթե կտրկենվում են կրթություն լավ շիրատեն չխոսեն։ Առաջարկության մասին ասում է որ գումարություն կա շենքի ազատում ֆինանսական մյուս հարցերը խնդրում առաջարկության նախարարությունների ջրամբարների կառուցում ջրամբարների հարցերը խնդրում դիպլոմատիક որպեսզի կարողանան հասկանալ ճանապարհաշինության ներկայացված ես այսօր տրանսպորտի նախարարության մեջ Աշոտ ֆիքսել է խնդիրները հարկանում մասպետարից տեղական ճանապարհները և թողություններ ես ոչ ֆունդամենտալ և այսօր բյուջեի մեջ չենք նախատեսել, ապա ինչ լուծում կարելի տալ բյուջեի կառավարման պլանավորման հետ կապված ցուցանիշը իհարկե ցածր է, բայց մենք նաև ձեր պետք է հասկանանք բյուջեի պլանավորումը ճիշտ է թե չէ։ Մենք ասում ենք 42% հավաքագրում, բայց մենք վստահ չենք, որ բազան ինչից որ աշխատում ենք ճիշտ է։ Պետք է համարում բյուջեի աճ, գոյություն ու խոչում։ Ինչի մասին է խոսքը։ Դուք երևի լսել եք, ես համարում այստեղ շիրակում էր խոսում հետևյալս է։ Մենք քիչ հետո կսկսենք խոսել և ես կլսեմ, թե ինչ ծրագրեր ունեն, որտեղ մենք կարող ենք մասնակցություն ունենալ, սուբսիդավորել, ֆինանսավորել, համաֆինանսավորել, որպեսզի աշխատություն մստենք կրթության որտեղ մենք բոլոր գործողությունները, որը ուղղված չեն որ աշխատանքները, որ հավելվածությունները երկարացնում են մեր լավ ապրելու պահ։ Այդ իսկ պատճառով մենք ռեալ կողք ենք անում բոլոր այն նախաձեռնություններին, որտեղ նրանք գործընկեր, որ ասում են ես եմ անում, ես եմ եւ ունենալ այսպիսի ինտեգրատիվ էֆեկտ։ Մեր նախկին այցերի ընթացքում մենք բազմաթիվ նման համարձակ, պրոգրամի կանոնաձ եւ բանվորական օպտիմիստիկ հայացքով նայող համակարգեր են ունեցել եւ արդեն սկսել են իրենց հետ բանակցել, որպեսզի ծրագրեր կազմեն։ Որտեղ ինքը ցույց է տալիս, որ բյուջեն տարածքային աճում, որ ինքը պատրաստ է սննդի լուծել, իր տեղի գյուղացի ֆերմերին պատրաստ է ինչ լուծել։ Մեզ մնում է մի փոչին կանոնի կողքին ինչ որ մի հարցով աջակցել, ասենք գործը դեռից բրդել, որ գործը տեղ ունի։ Բազա ֆինանսական կառավարությունների սահմանափակումն է։ Մեր այսօրվա տնտեսական վիճակը ենթադրում է, որ մենք բոլոր ծրագրերը, որ այսօր հնչեցնենք եւ հետագայում հույսով ուղղակի որպեսզի համապատասխան մեր նախարարությունների ու գերատեսչությունները ուսումնասիրեն եւ հետագայում կապան, մենք քննարկել ենք այլ տեսակետից։ Այսինքն որտեղ կարող ենք մասնակցել, գումարում ենք, որպեսզի մաքսիմալ էֆեկտ ստանանք։ Այդ իսկ պատճառով համայնքի ղեկավարներին հստակ խնդրանք, որպեսզի ուշադիր լինեն իրենց համայնքի բյուջեի պլանավորմանը։ Կարծում եմ մի օր գալու է վերջանային պահը, որ մենք ինչքան խեղճ ենք, ինչքան բիզնես ծուղ ենք, այնքան օգնություն է դեռ շատ բաներ։ Բազա մենք ունենք համայնքներ, մենք ունենք խնդիրներ, որ արտաքինած տնտեսական վիճակից օգնել են, երկրաշարժի պրոբլեմը, սահմանամերձ գյուղերի պրոբլեմը, այդտեղ մենք որովհետև այդ տնտեսական տրամաբանությամբ չեն օժտվելու, այլ եղել են դերնոսկուրի ներկայացությունների չայտավորում, բայց բոլորն ասած տեղերը, որտեղ որ համայնքապետը խոչավ ձևով հայաս ես եմ անում, ու այս արա, ու այսպես կլի, մենք այդ համայնքի կողքին կանանացել։ Մենք դրանով փորձել ենք ոգևորել դեր վերցնող համայնքապետերին, նարդոսկա վերցնող համայնքապետերին, համարձակ բավականացող իրար կողքի կանանց վերողի և գործարարի, որտեղ սենց մենք ես մուսին կոմանարանում ես և իրու կրտիզին, ուրիշ տարիքրա չկա, որովհետև մեկը չի կարող մեր փոխարեն նոր երկիրս այդ գյուղի սարքող առաջին գյուղեցից ենք եկել, եթե նույնիսկ այսօր ինքը մի քիչ խեղճացած է, մի քիչ այս սարսափելի շահության տակ ծառված է, դուք կարող եք դրանք իրացնական վզի, որ կարող են բաղավորման համարձակն է։ Ու դրա համար մենք այսօր բոլոր ծրագրեր մաքսիմալ ուշադիր նայել են։ Արդյունաբերական կենտրոն դրանասում խոսել, ու արդյունաբերական կենտրոն ինչպես սովետունության ժամանակ է հիմա պատկերացնել կարծում եմ անդիատեսական է ոչ թե դա պատճառով նա
կայանից պետք չի, այսօր աշխարհը հեռանկարից պայման աշխարհ։ Հաղթակցության 40%-ը իհարկե անհանգստացնում է, այդ իսկ պատճառով աշխատատեղ ստեղծելը Շիրակի մարզում դառնալու է մեր բոլորիս համառաջին բիզնեսին աշխուժացնելը համառաջին խնդիր։ Ես անպայման եմ այսպես ասեմ, որ շատերը կարող են մեկնաբանել, որ ես բիզնես ասում եմ, բիզնես շահերի կողմնակից եմ, բայց ուրիշ տարբերակ չկա։ Վերջ աշխատատեղ ստեղծողը բիզնեսն է, հայ վճարողը բիզնեսն է, երկրի պահողը աշխատող մարդն է, հավելյալ այժմ ստեղծողն է, որից հետո մենք արդեն դա բաժանում ենք զինվորին, ուսուցիչին, բժշկին, կամարական ծննդին, որը որ իր թիրախտերքորում գործարար միջավայրի ակտիվությունը չի, աշխատող ստեղծագործ մարդու համար մաքսիմալ պայմաններ ստեղծելը չի, որ ինքը հանգիստ աշխատի, ստեղծագործի, բիզնեսի համար մաքսիմալ դաշտ ստեղծելը չի, ապակա չի։ Այդ իսկ պատճառով ես անկետելով և արձագանքելով մեր գործընկերություններին Գյումրիի մթանային շենքերի հետ կապված հավաստացնող 58 բարձրացան, խնդրում եմ արձագանքել, որպեսզի մենք հասկանանք ինչ ենք անում, ինչպես նաև 171 հատ բնակարան մարզերում երկրաշարժից հետո չլուծած մենք պետք է հստակ լուծում տանք, որտեղ ինձ զեկուցել են, որ այս տարի 2017 թվականին Գյումրիում պետության կողմից վերցված պարտավորությունը երկրաշարժի ուժացնելու նկատմամբ լուծվում է։ Դա չի նշանակում, որ բոլոր բնակարանային խնդիրները լուծվել են, և մենք դրա մասին ենք խոսում։ Խոսում ենք այն պահին, ինչքան պարտավորություն կա, 28 տարին մի սերունդ առաջ է։ Ցանկությունները, բավարարվածությունը, պահանջարկն առաջ է։ Խոսքը գնում է այն պահին ֆիքսած։ Մենք կարող ենք ասել, որ 28 տարի այնքան չափազանց երկարաժամկետ է, որ խնդիրը լուծվելու ժամանակ բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանում, բայց դրանք լուծելու պետք է բաց դրա մասին խոսել։ Ճանապարհային շինարարության մասին խոսեցի, 28,000 ֆերմեր կա, շատ հետաքրքիր այսօր կխոսենք ֆերմերներին, նորմալ ես ցանկանայի լսել այն ֆերմերներին, որոնք ռինովացիայությամբ են աշխատում, չգիտեմ, ինտենսիվային, կապիլյար համակարգական մասնապահություն, որովհետև այդ առումով Շիրակի մարզի սպეციფიკային այս բանը չեմ կարող անդրադառնալ, բայց այսպես թե այնպես կամայական բիզնես այդքան գյուղ ոլորտը մենք պետք է մաքսիմալ խորով ձևով կազմակերպենք, որպեսզի ինքը ծախսահարի։ Պարոն, ինչ վերաբերում է 50 հարկակարգային կայանը։ Տեսեք, մենք հիմա քննարկում ենք 50 հարկակարգային կայանը ծառայեցի ինքնագրելու վերաբերել մի շաբաթ մենք նախարարի հետ նայում ենք գյուղ ոլորտի ստացել, որտեղ մենք վերաբերենք հաջողակ ֆերմերներին, այդ գերոտի մասնագետներին բավականին մեծ հաղթանակ են կարել, որպեսզի իրենք ասեն ճիշտ են գնում, ճիշտ չեն գնում։ Տարբեր դասաներ կա, հարկակարգային կայաներից բազմաթիվ երկրներ հրաժարվում են, որպես ոչ էֆեկտիվ։ Մյուս համակարգը չգիտեմ, ցանց եւ այլն ավելի քան կա։ Գուցե ժամանակավորություններ կա, երբ որ մենք լուծումներ անենք, անպայման Շիրակի մարզի իրենց բարեբաժանի մասին մենք պետք է արձագանքենք, կրթության մասին խոսենք, իսկ այս պահին նաև մենք այսօր երիտասարդների հետ հանդիպելուց նախ ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ իմ գործընկերները մինչև Շիրակի մարզ այցելել են յուրաքանչյուր իրենց մասով, այդ թվում զբոսաշրջության կոմիտեի նախագահ, յուրաքանչյուր իրենց մասով որոշակի տվյալներ են հասցրել, որպեսզի մեր հանդիպումը ֆորմալ բնույթ չկրի։ Մենք այստեղից գնում ենք արդեն գիտակցելով, թե ինչ հարցերի պատասխան պետք է տանք, բայց այս պահին ես ցանկանայի լսել համայնքի ղեկավարներին, ով ցանկություն ունի, բիզնեսի ներկայացուցիչներին, վերաբերության, վերամշակման ոլորտի ներկայացուցիչներին, ընդհանրապես համայնքն ինչ պետք է անել, որ կյանքը լավանա։ Խնդրեմ,